Հայ ժողովրդի ավանդական արժեքների և պատմական հիշողության պահպանման գործում ամենամեծ դերը հայ առաքելական եկեղեցին ունի։ Ժողովուրդ ավելի ամրապնդվում եկեղեցու շուրջ։ Եվրասիա հասարակական կազմակերպության նախաձեռնած կլոր սեղան քննարկման բանախոսների հետազոտություններն ու վերլուծությունները դրա մասին են վկայում։ Չեն տարածում։ Քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանն է սոցիալական հարցում արել, թե որ ինստիտուտին են վստահում ավանդական արժեքների պահպանման գործը։ Երիտասարդությունը փաստացի այդ ինստիտուտներից ամենաբարձր գնահատել էր եկեղեցի ազգապահպան եւ ավանդական արժեքների պահպանման ուղղությամբ աշխատանքները։ 57% երիտասարդների եկեղեցու կատարած աշխատանքը դրական է գնահատել, մինչդեռ կառավարության գնահատականը 70% բացասական է։ Քաղաքական գիտությունների դոկտորի խոսքով ընդհանուր հարցվածների 70%-ը դրական է գնահատել եկեղեցու դերը ազգապահպանման համար։ Իդեպ այդ ընկալում ես 2-3 օր առաջ Էջմիածնում Մայրաթորում, երբ ոստիկանությունը փորձում էր ուժի պարտադրմամբ ստիպել եւ Միքայել Սրբազանին ձերբակալել եւ տանել, այդ ընկալումը կար։ Ըստ Նահապետյանի եկեղեցու վրա գրոհը նաև յուրաքանչյուր հայի արժեքների եւ ինքնության դեմ գրոհ է ու մարդիկ հասկանում են դա։ Փորձագետը համոզվել է տեսնելով, թե ինչպես հունիսի 27-ին հարյուրավոր ոստիկանների դեմը կարողացան առնել հոգևորականներն ու հավատավոր մարդիկ։ Եկեղեցին պետք է ավելի մեծ դեր ունենա պետական, քաղաքական ու օրենքների մշակման գործընթացներում, վստահ է լույս տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։ Ըստ նրա ԽՍՀՄ փլուզումից հետո արևմտյան երկրները Միացյալ Նահանգների գլխավորությամբ աշխատել են հետխորհրդային երկրների ղեկավարներին ճնշել իրավական եւ տեղեկատվական դաշտում, նպատակ ունենալով թուլացնել ազգային արժեհամակարգն ու ինքնությունը։ Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության գոյության հիմքում ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքներով, ոչ միջազգային պայմանագրերով դրված չի ազգային ինքնությունը պահպանելու եւ պաշտպանելու նպատակ։ Կարելի է ասել ճիշտ հակառակը։ Պետության կողմից հայ առաքելական եկեղեցուն օրենքով տրված դերակատարությանը եւ մասնակցության չափին, ապա պետք է նշեմ, որ նախկինում գոյություն ունեցած հայոց եկեղեցու պատմություն դպրոցական առարկան որպես գործիք շատ փոքր էր եւ խիստ անբավարար։ Ավանդական, քրիստոնեական եւ ազգային արժեքների թուլացումը Հայաստանի գոյությունը մեծ հարցականի տակ է դնում, նկատում է քաղաքագետ Արման Աբովյանը։ Դա միայն իր կարծիքը չէ, ասում է քաղաքագետը։ Արևմտյան վերլուծական կենտրոններն են նաեւ դրա մասին հետազոտություններ արել ու նման եզրակացություն տվել։ Ազգը վերածվում է սկզբից ժողովրդի, հետո ժողովրդից վերածվում է բնակչության։ Դա ըստ էության հետեւյալն է, որ մեզ դարձնեն երջանիկ, տարօրինակ է հնչում, բայց այնուամենայնիվ երջանիկ զոհ, որը մոռանալով ով է ինքը, սուս փուս կգնա դեպի թուրքական սպանդանոց, վերջում էլ դեռ կասեն դե կանեդեք չստացվեց։ Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։